Երեխաներ, ինչ պարամունք է հիմա մեզ մոտ, Սամվել ջան, ինչ պարամունք է հիմա մեզ մոտ։ Գրաչանոթության պարամունք է։ Այո, հիմա մեզ մոտ գրաչանոթության պարամունք է։ Ով կարող է ասել երեխաներ, տարին քան եղանակ ունի, ասա Արին ջան։ Տարի տոնի ցած եղանակ ասուցեմեր։ Իսկ ով կարող է ասել հիմա տարվա որ եղանակն է մեզ մոտ, ասա Սոֆի ջան, հիմա տարվա որ եղանակն է մեզ մոտ։ Հիմա մեզ մոտ քարոն է։ Այո, հիմա մեզ մոտ քարոն է։ Լուսե ջան, կարող ես թվարկել գարնան ամիսները որոնք են։ Գարնան ամիսներն են մարտ, ապրիլ, մայիս։ Մարտ, ապրիլ, մայիս։ Իսկ այսօր մայիսի քանիսն է Ալեքսանդր ջան։ Այսօր մայիսի 22-ն է։ Իսկ շաբաթվա որն է Ջուլիետա ջան, ասա։ Այսօր 5 շաբաթ։ Այսօր 5 շաբաթ է։ Երեխաներ, մենք ասեցինք, թե որ հիմա տարվա եղանակներից քարոն է։ Ով կարող է ասել գարնան ինչ փոփոխություններ են լինում մեզ մոտ։ Ասա Արին ջան, գարնան ինչ փոփոխություններ են լինում։ Ծառերը ծաղկում են, Նարեկ ջան, ինչ փոփոխություններ են լինում։ Ծառերը փոփոխում են։ Ուրիշ, Արմեն ջան, ինչ փոփոխություններ են լինում։ Ծաղիկները ծաղկում են, չէ՞, ծաղիկները ծաղկում են։ Անար ջան, ինչ փոփոխություններ են լինում։ Թերթյունները տաք երկրներից գալիս են մեզ մոտ։ Իսկ հիմա դուք մեզ ասի, թե քարոն է մեր հայրենիք, ինչպես է գալիս։ Քարոնը մեր հայրենիք հայերեն է գալիս, ձյուները այստեղ հայերեն են գալիս, հայերեն են երգում ջրերը, արևը հայերեն է ծաղկում, ծառերը հայերեն են ծաղկում, իմ Հայաստանում քարոնը հայերեն է գալիս։ Շատ լավ է։ Երեխաներ, մենք ինչ լեզվով ենք խոսում։ Մոնա ջան, մենք ինչ լեզվով ենք խոսում։ Կամ ոսկի։ Մենք խոսում ենք հայերեն։ Արմեն ջան, ասա մենք ինչ լեզվով ենք խոսում։ Մենք խոսում ենք հայերեն։ Իսկ հիմա երեխաներ, Ալլահը մեզ համար կարաճայքի մի հանելու։ Եվ դուք պետք է բոլոր շատ ուշադիր լսեք, որպեսզի կարողանաք հրամել դրան ու մենը։ Ստեղծել է նա ասաճասաճյունը, չեք ունուտատա, ստեղծել է նա ապուպենը, որ միշտ ապրի հայերենը։ Ու մենը բիգաց անելու երեխաներ, նա ինչ անում մենը բիգաց անելու կա։ Անիդուկն ապիրված է մեզրոք մարդիկ։ Ուրեմն ով է ստեղծել հայերեն տարրերը։ Արին ջան, ով է ստեղծել հայերեն տարրերը։ Հայերեն տարրերը ստեղծել Մեզրոք մարդոց է։ Իսկ ո՞ր թվականին եւ որտեղ է ծնվել Մեզրոք մարդոցը, ասա Նարեկ ջան։ Մեզրոք մարդոցը ծնվել է 362 թվականի տավարի հատեկած կուկուն Այո, շատ ապրես։ Իսկ հիմա Մարինան կասի մեզ գեղեցիկ բանաստեղծություն նվիրված Մեզրոք մարդոցին։ Լսում ենք քեզ Մարինա։ 1600 տարի անց է եղելի շատ տարիներ կասներ, քանի դեռ կապի ազգը մեր արի, չի մոռանա գյունդը հանջարի, եթե բախտանը մեզ փրկեց իր սրով, Մեզրոք մարդոցը իր ազգին փրկեց գրով։ Շատ լավ ես Մարինա ջան նստի։ Երեխաներ, իսկ ինչպես է կոչվում հայերեն տարրերի շարքը, բոլորս միասին ասենք։ Հայերեն տարրերի շարքը կոչվում է այբուբեն։ Կոչվում է այբուբեն։ Իսկ ո՞րն է եղել հայերեն տարրերով գրված առաջին նախադասությունը, բոլորս միասին ասենք։ Ճանաչենք իմաստություն, եզրափակ, իմանանք բանս հանճարով։ Շատ լավ է։ Արին ջան, դու մոտեցիր հրատապտակի, եկեք բոլորս միասին այբուբենը ասենք իսկ կանենք ոտքի։ Ասում ենք բոլորս միասին այբուբեն։ Yeah.
տարբերություն կա հնչյունի եւ տալի միջև, Ալբիջան, ինչ տարբերություն կա հնչյունի եւ տալի միջև։ Հնչյունը արտասանում ենք եւ լսում, տալը քրում ենք եւ կարդում։ Տարեք ինչ ենք անում երեխաներ։ Կարդում ենք, ահա, իսկ երեխաներ հնչյունները քանի տեսակ են լինում։ Էլենջան, ասա, հնչյունները քանի տեսակ են լինում։ Հնչյունները լինում են երկու տեսակ։ Ձայնավոր, Ձայնավոր, խաղաձայն, եւս մեկ անգամ ասեք, Կարմեջան, հնչյունները քանի տեսակ են լինում։ Հնչյունները լինում են երկու տեսակի։ Ձայնավոր, խաղաձայն։ Եկեք իսկ երեխաներ, ձայնավոր հնչյունները ինչպես են արտասանում, Անահիտ, ձայնավոր հնչյունները ինչպես են արտասանում։ Ձայնավոր հնչյունները արտասանում են երկար։ Առանց ակետների, չէ՞, իսկ խաղաձայն հնչյունները ինչպես են արտասանում, Վիկայ ջան, ինչպես են արտասանում խաղաձայն հնչյունները։ Խաղաձայն հնչյունները արտասանում են Կա, կարճ։ ակետներով, չէ՞, ակետների են հանդիպում հնչյունները արտասանելիս։ Իսկ հիմա եկեք ասենք, թե որոնք են ձայնավոր հնչյունները։ Որոնք են Ա, Ի, Ու, Օ, Է, Հ։ Շատ լավ։ Հիմա երեխաներ, ինձ մոտ դրված են բոլոր ձայնավոր հնչյուն տառերը։ Տեսնեմ ով է գալու, Նարեկ ջան դու մոտեցիր, Միկայել ջան դու, Սաշ ջան դու մոտեցիր, Սեյրան ջան դու, Սամվել ջան դու մոտեցիր, Ալբերտ ջան դու արի։ Հիմա տեսեք երեխաներ, դուք ըստ ձեր ցանկության պետք է վերցնեք ձայնավոր հնչյուն տառերից որևիցե մեկը եւ փորձեք ներկայացնել։ Մոտեցեք վերցրեք հնչյուն տառերից որևիցե մեկը։ Հիմա փորձեք ներկայացնել այդ ձայնավոր հնչյուն տառերը։ Սեյրան ջան, դու ո՞ր ձայնավոր հնչյուն տառն ես վերցրել։ Ես վերցրել եմ Ա ձայնավոր հնչյուն տառը։ Ահա, հիմա փորձի ներկայացնել։ Այո, ստվերադուբլել է մեայել լեզվի առաջի տառը, մեայել կետը մեյանին ավել, մեայել հրասարը։ Շատ ավրես, Սաշան, դու ո՞ր հնչյուն տառն ես վերցրել։ վերցրել եմ ի ձայնավոր հնչյուն տառը։ Ահա, ներկայացրու։ Ես ի տառ նման ունես, ի թող հայոց գիրը, մի զոեղ լինի, նեզի մեջ ունեմ ուժը հողի մաստության ամաս շողի։ Շատ ավրես, Նարեկ ջան, դու ո՞ր տառն ես վերցրել։ Ես վերցրել եմ ու հնչյուն տառը։ Շատ ավրես, ներկայացրու։ Մենք Մարտոցին ենք ասում ուսուցիչ, Աբովյանին ենք ասում ուսուցիչ, աշակերտի կյանքում բոլորն են լինում, սակայն քչեն են լինում ուսուցիչ։ Ալբերտ ջան, դու ներկայացրու։ Ես։ Ես վերցրել եմ օր տառը։ Ահա, ներկայացրու։ Օտարը ես բազ ու բաշկեր, օտի նման ձեզ անջարվեր, օշաբանից մեծ ծրտազան, օշամուսեր դեպիր հազար։ Սամվել ջան, դու ո՞ր տառն ես վերցրել։ Ես վերցրել եմ ճայնավոր հնչյուն Ներկայացրու։ Միկայել ջան, դու ո՞ր տառ։ Ճանավոր հնչյունը։ Ահա։ Այդ տառն եմ ես բազ ու բաշկեր, պես քեզ անտազես, դիսասես վասկով մակոս, ինձ այղաբուս։ Շատ ավրեք, երեխաներ, դուք բոլորը շատ գեղեցիկ ներկայացրեցիք ձայնավոր հնչյուն տառերը։ Դրեք էստեղ։ Իսկ հիմա եկեք մի փոքր թարմանանք եւ շարունակենք մեր բաց հարցերը։ Պարեցինք, հոգնեցինք, երանք ոտքի կանգնեցինք, երկու ձեռքով ծաղրեցինք, երկու ոտքով ցապկեցինք, ձեռքերը վեր բացեցինք, ուսերը լայն բացեցինք, մեկ, երկու, երեք, հավասար շնչեցինք, մարզվելով ու եղացանք, կամաց ամրացանք։ Շատ ավրեք էստեղ։ Իսկ հիմա ասեք երեխաներ, ո՞րն է կոչվում բառ։ Անահիտ, ո՞րն է կոչվում բառ։ Հնչյունների այն խումբը, որը մի կերատահայտում կոչվում է բառ։ Եվս մեկ անգամ պետք է ասա Նարեկ ջան, ո՞րն է կոչվում բառ։ Հնչյունների այն խումբը,
ջան, բառերը քանի տեսակ են լինում։ 3 տեսակ։ Միավան, երկվան, ահա, շատ ավետ։ Իսկ երեխաներ, որ բառերն են կոչվում միավան։ Ջուրետա ջան, որ բառերն են։ Այն բառերն են, որոնք ունեն մեկ բան, կոչվում են միավան։ Ահա, հիմա մտածում եւ ասում ենք միավան բառեր։ Ահա, Աշխեն ջան, միավան բառ ասա։ Տուն, կանգնի ոտքի։ Ասա։ Տուն, ահա, ասա Արեն ջան։ Շուն, ասա Արեն ջան։ Ծուկ, ալա, աչք, Միքայել ջան, միավան բառ ասա։ Քի, Մոնա ջան։ Ահա, իսկ հիմա երեխաներ բոլորս միասին եկեք կազմենք տուն բառը։ Դուք շուտ եկեք, այբենաներում կազմենք տուն բառը։ Իսկ տեսնեմով, Արփի ջան, իսկ դու արի գրատախտակի կազմիր տուն բառը։ Արփի ջան, նա ինչ տեսել եք տուն բառը։ Որը պետք է լինի առաջինը։ Չէ՞։ Ինչու՞ն է սպասել։ Հաջորդը որը պետք է լինի։ Հետո սավան է։ Ն։ Դու որ բառը կազմեցի, Արփի ջան։ Ես կազմեցի տուն բառ։ Տուն բառը քանի հնչյուն ունի, հաշվի։ Քանի հնչյուն ունի։ 3 հնչյուն, իսկ քանի ձայնավոր հնչյուն։ 1 ձայնավոր հնչյուն, իսկ քանի խաղաձայն։ Եվ ասեցի։ Գրեթե բոլորը վերջացել են, չէ՞ երեխաներ։ Ահա, իսկ հիմա շուտ եկեք։ Իսկ հիմա եկեք ասեք, թե որ բառերն են կոչվում երգվան։ Անայ ջան, որ բառերն են կոչվում երգվան։ Այն բառերը, որոնք ունեն երկու բան, կոչվում են երկվան։ Հիմա ասում ես երգվան բառեր, ասա։ Աթո։ Աթո։ Սոֆի ջան, երգվան բառ ասա։ Ամը քանի բան ունի, բանգալի։ Իսկ մենք ասում ենք քանի բան ունեցող։ Երգվան բառեր են, չէ՞ ասում։ Ասա Մարինա ջան։ Աթո, ասա Արվաշան։ Սեղան, ասա Ծաղի, ապրել։ Իսկ հիմա ասա Մուշեր ջան, ոյլ ասա։ Անձրև, շատ ապրել։ Իսկ հիմա կազմում ենք երեխաներ ծաղիկ բառը։ Ալեքս ջան, դու մոտեցիր կազմիր ծաղիկ բառը։ Մինչ Ալեքսը կազմի ծաղիկ բառը, եկեք մենք շարունակենք, հա։ Իսկ որ բառերն են կոչվում բազմավան, Լուսե ջան, որ բառերն են կոչվում բազմավան։ Այն բառերը, որոնք ունեն երեքից ավելի բաններ, կոչվում են բազմավան։ Բազմավան։ Իսկ հիմա ասում եք երեխաներ բազմավան բառեր։ Ասա Արեն ջան, բազմավան։ Ինքնաթիվ բառը քանի բան ունի, կանգնի։ Ինքնաթիվ ունի Քանի բան։ 3 բան։ Ասա Մուշեր ջան։ Դաշնամուր։ Դաշնամուր, քանի բան ունի դաշնամուրը։ Դաշնամուրը 3 բան։ Ասա Մարինա ջան։ Ավտոմեքենա, ասա Նարեկ։ Գրադախտակ։ Շատ ավես։ Ահա, Ալեքսը գրեթե վերջացել։ Ալեքս ջան, դու որ բառը կազմեցի։ Ես կազմեցի ծաղիկ բառ։ Ահա, ծաղիկ բառը քանի հնչյուն ունի, հաշվիր։ 1, 2, 3, 4, 5 Քանի հնչյուն ունեք, 5։ Իսկ քանի ձայնավոր։ 2 Իսկ քանի խաղաձայն հնչյուն։ 3։ Շատ ավես, նստիր։ Լուսե ջան, ինչ գեղեցիկ բանաստեղծություն կարող ես ասել։ Սովորել եմ շատ տարեր, գիտեմ կարդալ շատ բառեր, կարող եմ տուն նկարել եւ անում ես ճիշտ գրել։ Կարող ես գրել, Լուսե ջան անունը։ Ահա, դու արի գրի։ Միշտ Լուսեն կազմի անունը, եկեք մենք մի գեղեցիկ երգ երգենք մեր Սոֆյան Տարոյի վերաբերյալ։ Տարբեր ոտքի։
բառը քանի ձայնավորություն ունի։ Ասա։ Լուսե բառն ունի 4 հնչյուն։ 4 հնչյուն, իսկ քանի ձայնավոր։ 2 ձայնավոր, իսկ քանի բաղաձայն։ Ահա, շատ նստի։ Իսկ հիմա եկեք ասենք երեխաներ, որոնք են կոչվում նախադասություններ։ Ասա Անահիտ։ Բառերի այն խումբը, որը մի կերտահայտում կոչվում է նախադասություն։ Երեխաներ, մեր խոսքը ինչից է կազմված։ Նախադասություններից, չէ՞։ Հեքիաթները, պատմվածքները, դրանք բոլորը կազմված են նախադասություններից։ Իսկ հիմա եկեք մենք այդ գեղեցիկ նախադասություններ կազմենք։ Մտածեք։ Ասա, Սաշա։ Մենք ազգության հայ ենք։ Մենք ազգության հայ ենք, ասա Ալիչյան։ Մեր դրոշը երակույն է, ասա Ուշևջան։ Դրսում անձրև կա։ Դրսում անձրև է գալիս, ասա Սոֆիջան։ Ես մայրիկի շատ եմ սիրում։ Ես մայրիկի շատ եմ սիրում։ Իսկ հիմա եկեք երեխաներ կազմենք, ես հայ եմ նախադասությունը, Անահիտ, այն գրադարին։ Դուք ասվեք ես հայ եմ նախադասությունը, իսկ մենք շարունակենք։ Երեխաներ, եկեք բոլորս միասին ասենք, ով ենք մենք ազգության։ Մենք ազգության հայ ենք։ Ալիքսան, ինչ գեղեցիկ բանասերություն կարող ես ասել։ Մենք եք ենք սակայն մեզ հայն ասում, մենք ոչ ոքի չենք երադասում, պարզապես մենք է պիտի ընդունենք, որ մենք միամենք արագ ունենք։ Ահա, իսկ որն է մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը Հայաստանն է։ Սոֆիջան, ինչ բանասերություն կարող ես ասել, ասա։ Ես հավատ եմ քական հաստարով, իմ ալեհեր մասի սարով, կարագավա դարագացով, ես հավատ եմ որ բազգի փոքրիկ հայր եմ։ Անահիտը երևի դժվարանում է, հա բազմեն, Անահիտան։ Ես, ահա, հայ, ուղղակի տալեմ ես, հայ, դու որ նախադասությունը կազմեցին, Անահիտան։ Ես կազմեցի Ես հայեր նախադասությունը։ Նախադասությունը կսում են մեզադարով և վերջում դնում են վերջակետ։ Շատ ապրես, նստի։ Իսկ երեխաներ, որոնք են Հայաստանի Հանրապետության 3 խորհրդանիշները, Ռուսեջան, որոնք են։ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և որդեգը։ Հիմա եկեք ներկայացնենք դրոշը, Ջնետա ջան, մոտեցի ներկայացրու դու դրոշը։ Ասա։ Մեր հայկական հողում, մեր անկախության դրոշ, դատամի, փախփան նորից իմ սուրբ դերակույն, քո կարմիր կապույն անջակույն, շողերը ոճու, աշխարհը հայոց, թարսրու դու նրանց աննվաճ ամրոց։ Շատ ապրես, Մուշեր ջան, դու այլ ներկայացրու զինանշանը, հա։ Ահա զինանշանը գրավել ու վերջ, ընցմայլը բայրում մեջ ու հորը շախշաղում է, որպես ուժի աշտատանքի խաղաղության խորհրդանիշ։ Մեր
Իսկ երեխաներ, ո՞րն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։ Իսկ ո՞ր քաղաքում ենք մենք ապրում։ Անահիտ ջան, ինչ գոդանավոր։ Ալպի ջան, Երևանի վերաբերյալ ինչ գեղեցիկ խոսք կարող ես ասել։ Տարեցին է մեր Երևանը, կանանց տեսնուր է մեր Երևան, և թագույն արարացաշտի կառուցել է մեր Երևան արտարկ։ Անահիտ ջան, դու ինչ գեղեցիկ խոսք կարող ես ասել Գյումրու վերաբերյալ։ Արևաշող իմ Գյումրի, քաղաք սերտի ու եշկի, նա իշխարուն է եկել, ժպտերես ու ծաղկավեր, դու ես ժպտակատակի, շողշողավ ու ծիծաղի, կանաչնչով կյանք մտի, ինձ հետ ապրիր ու եշկի։ Շատ ապրես։